Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, զինվորական ծառայություն չանցած տղաների մասին իմ հեղինակած օրենքի ընդունումից հետո անցել է շուրջ 2 տարի։ Այժմ ունենք արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից տղաներ, ում 27 տարին լրացել է իմ նախորդ օրենքի ընդունումից հետո։ Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն որևէ այլ ընտրանք, քան ազատազրկվելը 2-ից 5 տարի ժամկետով։ Ես, որպես օրենսդիր, չեմ ցանկանում, որպեսզի իմ ազգակից հազարավոր եղբայրներս շարունակեն կտրված ապրել մեր հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ էլ ցանկանում, որպեսզի նրանք վերադառնան եւ դատապարտվեն ազատազրկման, քանի որ այդ դեպքում եւ նրանց ճակատագրերը կխեղվեն, եւ մեր պետությունը ոչինչ չշահելով հսկայական վնասներ կկրի։ Հիմա ասեմ ինչ վնասների մասին է խոսքը։ Քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջինացված ամսական ուղղակի եւ անուղղակի ծախսերը կազմում են 437.900 դրամ։ Եթե վերադարձող անձին դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15.764.400 դրամ։ Այսինքն, եթե բոլոր 1200-ն ինքնական վերադառնան եւ դատապարտվեն, պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 միլիարդ դրամ։ Իմ այս օրենքով ես առաջարկում եմ լուծել այս հարցը մեկընդմիշտ, որպեսզի եւ մեր տղաները շահեն, եւ պետությունը։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Նշեմ, որ իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել եւ կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջեի մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ կամ 5 միլիոն դոլար գումար։ Սա նշում եմ օգոստոսի 1-ի դրությամբ, այժմ այդ թիվը անհամեմատ ավելի մեծ է։ Այսինքն ակնկալվում է, որ մեր հայրենակիցները կօգտվեն օրենքից, նրանց մի մասը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն, հսկայական գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե, որը կարող ենք ծառայեցնել մեր կարիքների համար, եւ նաեւ նրանց ճակատագրերը չեն շարունակի խեղված մնալ, նրանք չեն դատապարտվի կամ չեն շարունակի արտասահմանում մնալ այլ կարգավիճակով եւ կվերականգնվի նրանց կապը Հայաստանի Հանրապետության հետ եւ նաեւ կհամալրվի պահեստազորը, այսինքն կշահեն թե մեր արտասահմանում բնակվող տղաները, թե նրանց ընտանիքի անդամները, ովքեր կտրված են շատ հաճախ նրանցից եւ կշահի մեր պետությունը, քանի որ նաեւ կկրճատվեն հետախուզվող անձանց հայտնաբերման, պահման, դատապարտման ուղղությամբ ծախսվող հսկայական գումարները, որ այժմ ծախսում ենք ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, պրոբացիայի ծառայության, դատարանների եւ այլ պետական կառույցների աշխատակիցների այս ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությամբ։ Եթե կլինեն հարցեր, ես պատասխանեմ։ Հարցեր հիմնական զեկուցողին Վագ Ալեքսանյան, Գեղամ Մանուկյան, դուք ինչ։ Դուք բանից նիստից հետո հարցեր կտեք։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ուղղակի ականջս ծակեց, որ տարբերակներից առաջինը 24 ամիս ծառայելն է, մենք 24 ամիս ծառայությունը ժամկետայինների համար դարձրել ենք 18 ամիս։ Չէ, նկատի ունեմ հիմա կարողա ստեղել է հենց պետք միանգամից այդ բառակապակցությունը 24 ամիսը դարձնել 18 ամիս, թե իրանց համար հենց 24 ամիսը պետքա մնա։ Այսինքն այս հարցը էլի հասցեագրենք։ Պարոն Սիմոնյան, հարցը շատ հետաքրքիր էր, հենց իրավական տեսանկյունից դուք մեզ պետքա ճիշտ լուծումներ առաջարկեք, հիմա քննարկենք։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, պարոն Ալեքսանյան, նման հարց նաեւ Գեղամ Մանուկյանի կողմից էր հնչել։ Նշեմ, որ այս օրենքից օգտվելու են 1999 թվականին ծնված, 2000 թվականին ծնված մեր տղաները, նրանք
եթե ըստ ընթացակարգի գնային ծառայության, պետք է ծառայության մեկնեին 2018 թվականին կամ 2019 թվականին եւ այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եղել է 24 ամիս։ Այսինքն ենթադրաբար նրանց հասակակիցները գնացել են եւ ծառայել են 24 ամիս ժամկետով եւ նրանք քանի որ այս ընթացքում 9 տարի 10 տարի բաց են թողել եւ մենք նրանց հիմա տալիս ենք ծառայությամբ իրենց հայրենիքի պարտքը փակելու հնարավորություն, կարծում եմ որ պետք է տանք նույն ժամկետով ծառայել են նրանց հասակակիցները։ Այլապես կլինի անարդար 1999 թվականին կամ 2000 թվականին ծնված մեր մյուս տղաների նկատմամբ, ովքեր 2018-ին գնացել են ծառայության 24 ամիս ժամկետով։ Գեղամանուկյան Պարոն Սարգսյան, նախ ուզում հասկանամ, նախորդ նախագիծ որ բերել եք, որ ընդունվել էր, ինչով է տարբերվում։ Այստեղ նշում եք այլընտրանքային ծառայության 24 ամիս ժամկետով կամ 12 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետության պետբյուջե վճարելով 2.500.000 դրամ։ Այսինքն 24 ամիս ժամկետով ծառայություն կամ 12 ամիս ծառայություն վճարելով այսքան։ Այստեղ մի արտահայտություն կա պետական կամ պարտադիր զինվորական այլընտրանքային ծառայության չզորակոչվելով Հայաստանի Հանրապետության պետբյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Այդ վճարողները խոսքը վերաբերվում է Հայաստանի սահմաններից դուրս եւ քրեական հետապնդման տակ գտնվող անձանց, թե Հայաստանում գտնվող անձանց, որոնք կարող են վճարել եւ ծառայությունից ազատվել։ Շնորհակալ եմ։ Տարանջատում չկա հետախուզվող անձը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում, թե Հայաստանից դուրս, բայց ըստ ՆԳՆ-ից ստացված տվյալների եւ նաեւ մենք կյանքում գիտենք, որ նրանց գերակշռի մեծամասնությունը 90% եւ ավելը գտնվում են արտասահմանում։ Այլապես հետախուզման մեջ Հայաստանում գտնվելով նրանք հայտնաբերվում են եւ ենթարկվում են կամ քրեական պատասխանատվության կամ մեկնում են ծառայության։ Այս դեպքում չեն կարող մեկնել ծառայության, քանի որ 27 տարի լրացած է, պետք է միայն դատապարտվեն ազատազրկման 3-ից 5 տարի ժամկետով եւ ստիպված պետությունը նրանց վրա ահռելի գումարներ ծախսի։ Ինչ վերաբերվում է 15 միլիոնին, տեսեք, ունենք հայրենակից տղաներ, ովքեր խուսափել են ծառայությունից, հիմա 27 տարին լրացած է, բայց օրինակ ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ։ Եթե նրանք վերադառնան եւ պարզի, որ նրանք ունեն հիվանդություն, այսինքն չեն կարող գնալ ծառայել եւ չվճարել գումար, ստիպված են լինելու ծառայել 15 միլիոն դրամ։ Դուք հիշում եք 15 միլիոն դրամը, դա մոտավորապես 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձն է, միջինացված։ Այսինքն նրանք իրենց բացը ծառայության, որը որ թողել են չծառայելով, լրացնում են կրկնակի չափով։ Այսինքն իրանք պետք է ծառայեն 2 տարի, տալիս են գումար, որով այլանդինք ծառայում են 4 տարի ժամկետով, սա 15 միլիոնի մասով։ Կարող եմ որոշ թվեր ասել, օրինակ 87 հոգի օգտվել է 15 միլիոնի բանից, կետից եւ ազատվել է ծառայությունից եւ չի ծառայել։ Մոտ 38-ը օգոստոսի 1-ի դրությամբ ծառայել է 1 ամիս եւ վճարել է 8 միլիոն դրամ։ Ունենք նաեւ 9 տղաներ, ովքեր ծառայել են 2 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել։ Նաեւ շատ կարեւոր այլ թվեր կցանկանամ նշել, որոնք իմ հիմնական զեկուցման ընթացքում չհասցրեցի նշել։ Նախորդ օրենքի ընդունմամբ նման կարևոր կետ էինք նույնպես ավելացրել, որով 27-ից 37 տարեկան հասակում այն անձինք, ովքեր դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր էին արդեն ծառայել 1 տարի ժամկետով կամ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Որտեղից էր գալիս այս անարդարությունը կամ անհավասարությունը, երբ 2021 թվականին ես հեղինակեցի օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին զոհված զինծառայողների բոլոր եղբայրները կամ որդիները, նույն Հայաստան խմբակցության հարգելի գործընկերները ասում են, որ դրանով կունենանք զորակոչի թվի նվազում, այսինքն զոհվածների տղաները կամ եղբայրները, որ չգնան ծառայության, կունենանք ավելի քիչ թվով զորակոչվողներ։ Ես այն ժամանակ պարտավորվեցի եւ ասացի, որ այս թիվը կլրացնեմ նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց միջոցով։ Ունենք բազմաթիվ ազգությամբ հայեր, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ծնվելով եւ մեծանալով չեն լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թեպետ ծնվելուց հետո տեղափոխվում եւ բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք բոլորը միջև օրենքի ընդունումը դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի միայն 27 տարի լրանալուց հետո, որպեսզի չգնան 2 տարի ժամկետով ծառայության։ Այստեղ ստեղծվել էր անհավասարություն, որովհետև Հայաստանում ծնվածները ծառայում են 2 տարի ժամկետով, իսկ արտասահմանում ծնվածները, ովքեր
նույնպես ապրում են Հայաստանի Հանրապետությունում օգտվելով բոլոր իրավունքներից, չէին ծառայում 2 տարի ժամկետով եւ ընդհանրապես չէին ծառայում։ Նման կերպ մտցրեցինք, որ նրանք պարտավոր են ծառայել 1 տարի կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Նշեմ, որ ունենք քաղաքացիներ, ովքեր ծառայել են 1 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել, 27-ից հետո դառնալով Հայաստանի քաղաքացի, եւ ունենք 55 տղաներ, ովքեր վճարել են 2.5 միլիոն դրամ եւ 27 տարի լռնելուց հետո դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդհանուր շուրջ 137 միլիոն դրամ պետական բյուջե գումարը մուտքագրվել։ Պարոն Սարգսյան, Դուք արձագանքում եք, չէ՞ հարցեք։ կոնկրետ ուզում ճշգրտել։ Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում հիմա, կարող է այս օրենքի շրջանակներում վճարեմ 15 միլիոն դրամ եւ ազատվեմ պարտադիր զինվորական ծառայությունից։ Եթե օրենքը վերաբերվում է 27-ից 37 տարեկան քաղաքացիներին։ Ինչու 27։ Եվ խուսափած։ Այո, եւ խուսափած կամ շատ լավ Բոլոր քաղաքացիներին չի վերաբերվում։ Եվ շատ լավ կետ եք ասում, որը այս օրենքը նույնպես գալիս է այդ բացը փակելու, խոսքը վերաբերվում է չհաշվառված անձանց կամ ինչպես պաշտպանության նախարարությունում են ասում, բեզուչոտնիկներին, ովքեր ուչոտի չեն կանգնել, այսինքն չեն հաշվառվել։ Ունենք Հայաստանում ծնված քաղաքացիներ, ովքեր չեն գնացել զինկոմիսարիատներ եւ չեն հաշվառվել, նրանց չեն տանում պարտադիր զինվորական ծառայություն, քանի որ հաշվառված չեն եւ չեն երևում զինված ուժերի համար, նրանք անտեսանելի են։ Այս անձինք 27-ից հետո այս պայդրությամբ ներկայանում են, ասում են մենք ներկայացել ենք, մեզ հաշվառեք, տարեք ծառայության, որպեսզի կարողանան անձնագիր հանեն եւ ապրեն իրենց կյանքը բնականon հունով։ Հաշվառման դեպքում տեսնում են, որ նրանց 27 տարին լրացել է, քանի որ օրենքը ասում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության ենթակային 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները, նրանք չեն մեկնում ծառայության, ստանալով զինվորական գրքույկ եւ ստանալով անձնագիր։ Այս օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն եւ կներկայանան կհաշվառվեն 27 տարեկան լրացումից հետո, պարտավոր կլինեն վճարել 15 միլիոն դրամ։ Այսինքն մենք կոտրում ենք մոտիվացիան, որպեսզի հաշվառում չանցած անձը 18-20 տարեկանում շարունակի մինչև 27 մնալ ոչ հաշվառված, քանի որ գիտի մեկը 27 տարեկան հասակում պարտավոր է լինելու կամ ծառայի կամ գումար վճարի եւ նրանց բերելու ենք ծառայության մինչև 27 տարի լռնելը կամ 27-ից հետո երբ նրանք կան հաշվառվեն, այդ ժամանակ կծառայեն եւ կվճարեն։ Այսինքն այն բացը, որ ունենք մենք չհաշվառված անձանց մասով, այս օրենքի ընդունումով մեկը միշտ կփակենք։ Շատ լավ։